Վեհափար Հայրապետի և 6 սրբազանների քրեական գործը մակագրվել է Արմավիրի մարզի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 29-ամյա դատավոր Սերժ Ռուշանյանին, տեղեկանում ենք Դատալեքսից։ Ավելի վաղ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատավոր Հակոբ Մանուկյանը առաջին նիստին ինքնաբացարկ էր հայտնել և հրաժարվել գործը քննելուց, պատճառաբանելով, որ փաստաբանի արտոնագիր է ստացել գործող փաստաբան Արա Զոհրաբյանից։ Վրաստանից արտաքսել են Հայաստանի և այլ երկրների 113 քաղաքացու, հայտնում են վրացական լրատվամիջոցները։ Միգրացիայի դեպարտամենտի կողմից իրականացված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են նաև Թուրքիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներ։ Սրտանոթային հիվանդություններն ու քաղցկեղը Հայաստանում վաղաժամ մահվան հիմնական պատճառներից են, իսկ ծխախոտը կարևոր կանխարգելելի ռիսկի գործոն, հայտնել է Առողջապահության նախարարը։ 2025-ին այս հիվանդություններից մինչև 65 տարեկան 3639 մարդ է մահացել, որոնցից 2462-ը տղամարդ։ Ավանեսյանը նշել է, որ այդ պատճառով է ընդունվել հանրային վայրերում ծխելու արգելքը։ Սեպտեմբերի 1-ին և հետո ծնված երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500,000 դրամ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակել է երեխայի ծննդով պայմանավորված նպաստների վերաբերյալ առավել հաճախ հնչող հարցերն ու դրանց պատասխանները։ Քաղաքացիները ըստ նախարարության կարող են օգտվել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի երկրորդ բաղադրիչից և ստանալ միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։ Նախարարությունից հայտնում են, որ աջակցության չափը ընտանիքում առաջին կամ երկրորդ երեխայի ծննդյան դեպքում կազմում է մինչև 500,000 դրամ, երրորդ և հաջորդ երեխայի դեպքում մինչև 2 միլիոն դրամ։ Ռուսական խոշորագույն Aeroflot ավիաընկերության մի քանի ինքնաթիռներ կրում են հայ ժողովրդի ականավոր զավակների անունները, որոնց ստեղծագործական հարուստ ժառանգությունը հայտնի է Հայաստանի սահմաններից դուրս, փոխանցում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը։ Ինքնաթիռներն անվանվել են աշխարհահռչակ հայ ծովանկարիչ 9-րդ ալիք կտավի հեղինակ Հովհաննես Այվազովսկու, լեգենդար կոմպոզիտոր և դաշնակահար Առնո Բաբաջանյանի, ինչպես նաև Սուսերովպար և Սպարտակ բալետների հեղինակ Արամ Խաչատրյանի պատվին։ Ստամբուլի Բեյօղլու թաղամասում ոստիկանությունը բնակելի շենքում հայտնաբերել է պոլսահայ 64-ամյա Հակոբ Դեղիրմենջիօղլուի դին։ Սպանության կասկածանքով ձերբակալված 45-ամյա տղամարդը ոստիկանությունում խոստովանել է, որ պոլսահային դանակահարել է վարձավճարի շուրջ տարաձայնության պատճառով, գրում է Էրմենի Հաբերը։ Դեպքի վայրի զննությամբ տղամարդու պարանոցի հետևի և կողային հատվածներում հայտնաբերվել են դանակահարության հետքեր։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։